Եկել է Հայաստանի վարչապետի առաջ կանգնել է, խոսում է, ես էլ ասում եմ ասեք, մեկ է թողում գնում է, ուր ես գնում, մի րոպե սպասի, ասելիքդ ասեցիր, հիմա լսի պատասխանը, նախ շնորհակալություն ասա, որ հիմա պետական զուգարանում գլուխը չեն զղկում, շնորհակալություն ասա։ Երկրորդը ասում են ինչ են արել, ասում են գիտությունների թեկնածու եմ։ Վերջին 2017 թվականից սկսած Հայաստանում գիտության ֆինանսավորումը 3 անգամ ավելացել է։ Ռոբիկն ու Սերժը Հայաստանում, Լևոնն էլ հետը, Հայաստանում գիտական հիմնարկները սարքել էին մի հատ ավերակ։ Մենք վերջին տարիներին Հայաստանի գիտական հիմնարկներին այնքան գիտական տեխնիկա ենք մատակարարել պետական բյուջեի միջոցով նախորդ 30 տարիներին այդպիսի գիտական սարքեր եւ սարքավորումներ երբեք եւ ոչ մի տեղ չեն եղել։ Երևանի պետական համալսարանում այսօր սուպերկոմպյուտեր կա պետական բյուջեի միջոցներով։ Այսօր գիտության ոլորտի ֆինանսավորումը գիտության ոլորտում աշխատավարձերը մինչև 300%-ով ավելացել է, մինչև 300%-ով։ Էս ենք մենք արել, առողջության ապահովագրություն ենք ներդրել, 65 տարեկան պլյուս մարդիկ, որ հիվանդանոցների դռներին տարիներով մնում էին, այսօր մտնում են, վիրահատվում են, դուրս են գալիս, մի լումա չեն վճարում, իրանց պետությունն է իրանց համար վճարում։ Ինչ ենք արել, 2018 թվականին նվազագույն թոշակը Հայաստանում 16,000 դրամ էր, 16,000 դրամ, մենակ հացի հերիք չէր, ու են վաղտ ինչ էին ասում են ժամանակ, ասում են դե Ղարաբաղի համար, բանակի համար, տեսանք այդ բանակը, ինչքան իրանց քաղաքական կողմնակիցներ կար, իրանց հորողբոր տղեկին, աղբոր տղեկին, ուսերներին պագոններ էին դրել, ու զինվորների ծնողներին հարստահարում էին 30 տարի, այդ բանակի սպաների այն հատվածը, որը իրանց հետ ուղիղ կապ է ունեցել, այդ հատվածը բանակի հետ ոչ մի կապ չի ունեցել։ Հայաստանի ժողովուրդը ուղարկել է փողը, սնունդը, կոշիկ ամեն ինչը, նրանք նստած են եղել լափամանի վրա, իսկ երբ որ կռվելու պահն էր, իրանց նման խոսողները 300-ի տակ արանքը ճղեցին եւ փախան, զինվորներին թողնելով մենակ եւ անկառավարելի։ Հիմա էլ եկել են ասում են 5000 զոհ, ասում եմ Կալուգացի, Ռոբ, Գագո, հիմնավորեք, 5000 թիմը հիմնավորեք, եթե չհիմնավորեք, ձեզնից պատասխանը պահանջելու ենք մենք, ձեզնիկ անձամբ պատասխանը չհիմնավորեցիք, ժողովուրդը ձեզ ծնկի է բերելու, ասում եմ, ժողովուրդը ձեզ ծնկի է բերելու, կոնկրետ ասում եմ, Ռոբերտ, Կալուգացի, Պրոբելարուս և սրանց արանքներում ոտերի տակ ընկնող Սերժ, 4-ը տել Հայաստանից փախնելու հնարավորության երանի եք տալու, ոչ մեկը չեք փախնելու, ձեզ սպասում է երկարատև կյանք Հայաստանի Հանրապետության օրենսդրության հարմարավետ պայմաններում քրեակատարողական 4 տարբեր հիմնարկներում, եկել խոսել են, բայն Կալուգացուն նայեք, այդ հոսանքի գողին նայեք, մեր մանկապարտեզների վրա ավել հոսանք է գրել, բնակիչների վրա ավել տասնյակ միլիարդավոր դրամների ավել հոսանք է գրել բնակչության վրա, մանկապարտեզների վրա, զորամասերի վրա, բնակիչների վրա, պետական հիմնարկների վրա, ու եկել են ներկայանում են, ու հիմա մտածում է, որ այդ գողացածը կարա ժողովրդին որպես ընտրակաշարք բաժանի, որ իրա ձեռից այո մենք վերցրել ենք կոպեկներով սեփականաշնորհված Հայաստանի էներգետիկ ցանցերը։ Նրանք ուզում են եւ դա լինելու է պետական, այլևս անխուսափելի է, ձև չկա։ Միակ ձևն է նա, որ իրանք կարողան հակահեղափոխություն անեն եւ հետ վերցնեն։
Այո, մենք Գագոյի Փեսայի Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի դղյակը մեծ հողատարածքով այլևս իր սեփականությունը չի ժողովուրդ, այլ ժողովրդի սեփականությունն է իդեմս Հայաստանի Հանրապետության կառավարության եւ այդ հիմնարկ այդ տունը առանձնատունը ծառայելու է սոցիալական նպատակի մի որևէ սոցիալական ծրագիր ենք այնտեղ անելու կարող է ծերերի խնամքի կենտրոն անենք կարող չգիտեմ ինչ որ մի բանի պետքա ծառայեցնենք հենց սոցիալական նշանակությամբ մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ենք հետ բերել հարկային դաշտ այսօր մենք պետությունը բաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ 2018-ից 2026 թվականը ԶՊՄԿ-ն 300 միլիարդով ավելի գումար ավճար է պետական բյուջե, քան նախորդող շրջանում 300 միլիարդ այս այն գումարն է որ գնում էր նախկինում քրեա օլիգարխիայի գրպանը մենք 2018 թվին լրացուցիչ բյուջեի նախորդիվ բնականon աճը հանած 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար ենք բերել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 6.6 միլիարդ ինչ են արել այդ գումարները մենք մենակ 1 միլիարդ դոլարի աջակցություն ենք տվել եկամտային հարկի վերադարձով բնակարան ձեռք բերող ընտանիքներին եւ անձանց ովքեր առաջնային շուկայում բնակարան են ձեռք բերել մենք 50 միլիարդի աջակցություն ենք տրամադրել այսօր որ Երևանի փողոցներում տեսնում եք բոլորովին նոր մակնիշի բեռնատարներ հիշում եք դուք հիմա ո՞վ է հիշում 18 թվի դրությամբ Հանրապետությունում ինչքան տարակած բեռնատար կար կռաստո չգիտեմ ինչ 70 թվի 63 թվի դուք այսօր Երևանում տենց ավտո ընդհանրապես տեսնում եք այդ ինչ եղավ այդ ոնց փոխվեց մենք 50 միլիարդի սուբսիդավորել ենք լիզինգի ծրագրով եւ այսօր ընկերություն չկա որ այդ ծրագրից օգտված չի ասում եմ նույնիսկ գալուգացու նկարներով ավտոբուսները ձեռք են բերել հեղափոխության շնորհիվ ձեռք բերված ավտոբուսներով եթե ծրագիր չէր ելնելու հիմա այդ նկարները պազիկի վրա են ելնելու պազիկի վրա Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նվազագույն սպառողական զամբյուղից ավելի բարձր է միջին կենսաթոշակը առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ 2022 թվին առաջի անգամ երբ որ նվազագույն թոշակը համապատասխանել է նվազագույն պարենային զամբյուղին Եվ սա է իրողություն, այսինքն որ թոշակառուն գոնե ծերը ծերին հասցներ, կարենար հաց առներ։ Այսօր մեր թոշակով թոշակառու ոչ միայն հաց կարա առնի, այլև կարա կողքից տարին միզույք է կոշիկ առնի։ Տարին մի հատ էլ նոր բաժակ առնի իր համար, թեյ խմելու համար, մի հատ է բաժակ առնի սուրճ խմելու համար։ Սա մեր երազանքի գագաթնակետը չի ժողովուրդ։ Բայց էսա եղել 16,000-ից մենք նվազագույն թոշակը դարձել ենք 46,000 չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարը անկանխիկ առևտրի դեպքում այսինքն մենք նվազագույն թոշակը համարյա այդ էլ հաշվի առնելով երրապատիկից համարյա քառապատկել ենք բայց ամենակարևորը այս ամեն ինչ շատ կարևոր է բայց մեր ասելիքի ամենակարևորը էլ չեմ խոսում դպրոցների եւ մանկապարտեզների մասին 500 մանկապարտեզ տասնյակ բնակավայրերում մենք մանկապարտեզներ ենք կառուցել որ այդ բնակավայրերը իրանց պատմության ընթացքում մանկապարտեզ չեն ունեցել երբեք գյուղեր որ իրանց պատմության մեջ մանկապարտեզ չեն ունեցել մենք այսօր 500 մանկապարտեզ ներառյալ այստեղ այդ մանկապարտեզները կառուցում ենք Սա կարևոր է ոչ միայն երեխեքի համար, այլև երիտասարդ մայրիկների համար է կարևոր, որի որջո կարողանան զբաղվել իրանց կրթությամբ, իրանց աշխատանքով եւ վերջո ավելի մեծ ներդրում ունենան իրանց ընտանիքների բարեկեցությունը ապահովելու գործում։
Բայց Ժորժ ջան, այս ամեն շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևոր ասելիքը այս նախընտրական քարոզարշավի ընթացքում հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն, եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը նա վիժեցնի խաղաղություն, ուզում է վիժեցնի, ուզում է մեզ վերադարձնի կոնֆլիկտի տրամաբանության մեջ, ինչի է ուզում ժողովուրդ, մեզ վերադարձնի կոնֆլիկտի տրամաբանության մեջ, որովհետև կոնֆլիկտը նշանակում է, որ մենք պետք է գնանք արտաքին աշխարհից օգնություններ խնդրենք։ Այսօր մենք խաղաղության պայմաններին ոչ մեկից օգնություն խնդրելու կարիք չունենք, որովհետև մենք աշխատում ենք մեր հարևանների հետ, հա, թուրքերի հետ աշխատում ենք, ժողովուրդ ջան, ադրբեջանցիների հետ աշխատում ենք, որովհետև մեր պատմական փորձը եղել է հետևյալը, մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել ում հետ, Ավստրալիայի հետ ընդհանրապես ոչ մի ռիսկ 100%-ով երաշխավորել ենք խաղաղությունը, 100%-ով, բայց Ավստրալիայի հետ, Բրազիլիայի հետ, Ուրուգվայի հետ, Մեքսիկայի հետ, որոնց հետ ոչ տեսականում, ոչ գործնականում պատերազմը հնարավոր չի։ Իսկ ընդեղ մենք պատերազմելիս ում հետ պետք է պատերազմենք։ Կարող է մենք Ավստրալիայի հետ պատերազմի ռիսկ ունենք։ Կարող է մենք Արգենտինայի հետ պատերազմի ռիսկ ունենք։ Չունենք։ Բայց եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է պայմանավորվենք մեր հարևանների հետ։ Հակառակ դեպքում պատերազմը։ Հակառակ դեպքում պատերազմը։ Ես էլի ասում եմ, ժողովուրդը ընտրում է պատերազմը։ Թող ընտրի, որովհետև պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալը նշանակում է ընտրել պատերազմը։ Ինչի՞։ Որովհետև այդ մարդիկ ասում են խաղաղություն, այս խաղաղությունը լավը չի։ Մենք լավ խաղաղություն ենք հաստատելու։ Այդ նշանակում է եղած խաղաղությունը դնել կողքի։ Իրանք տեր չեն կանգնում խաղաղությանը։ Ասում են սա անարժանապատիվ խաղաղություն է։ Այսինքն ասում են սա անպիտան խաղաղություն է, նշանակում է իրանք այս խաղաղությունը դնելու են կողքի, երբ որ խաղաղությունը դնեն կողքի, բացվելու է պատերազմի դաշտը, խոսում են Ղարաբաղը հետ բերելուց, տիկինն ասում է մեր երեխեքին կոտորեցիք, էլի իրանց երեխեքին չեն կոտորելու Ղարաբաղը հետ բերելու անվան տակ, իրանց երեխեքը ոչ կոտորվել են, ոչ կոտորվում են, ոչ էլ կկոտորվեն։ Ես իմ երեխան չեմ, իմ միակ որդուն չեմ խնայել, կառավարության պատվալում չի եղել Ռոբի ու Գագոյի մյուսների լակոտների նման պիստոլետները ջեբը դրած, որ ներքեն ռազգորկաներ անեն։ Կալուգացի օլիգարխի լակոտները որտեղ են եղել, մեկը կա են մանյակը, սեքսի նախարարը, որտեղ է եղել պատերազմի ժամանակ։ Արա դուք տանը վաբշե ինչի մասին եք խոսում, արա։ Ինչի մասին եք խոսում։ Ձեզ դրել եք բանի տեղ արա, ալֆա սամեցի տեղ եք դրել արա, կկտրեմ արա։ Համբալներ, դուք Նիժնի Տապրիից եկել եք Հայաստանի Հանրապետության մեջ սեքսի դասեր եք տալիս։ Երևում է, որ ձեզ համապատասխան տեղերը այնքան սեքսի դաս են տվել, տպավորվել անը տնով, տեղով, ամբողջ ցեղով։ Գիշեն արա սրանք։ Արա դուք հասկանում եք ես ուր եք եք վաբշե արա։ Դուք հասկանում եք ես ուր եք եք վաբշե արա։ Հելիքարա ձեր քերու կնանոց խրգեք, ձեր ցեղերում տղամարդ չկա արա մեկը գա։ Են օրնել աջապնյակում հոպարի կնգան են խրգել, այսօր քերու կնգան են խրգել, արդեն կսկսեն իրաց կնանոց խրգել, ձեր ցեղում տղամարդ չկա, եկեք արա տենամետով քերեք արա, եկեք։ Այդ մասկա հակած Ղարաբաղի ակցենտովներն եք, ով եք դուք այ համբալներ, այ փախածներ, այ ստահակներ, այ դավաճաններ, այ փախածներ,
Դուք կռիվը սկսել եք կես ժամ հետո արդեն բանում եք եղել Երևանի կենտրոնի կաֆեի պատվալներում եք եղել Դուք ով եք կարա որ մասկա հագնեք եւ մեզ սպառնաք թե մենք հայրենիք ենք կորցրել մենք հայրենիք ենք ձեր բերել արա մենք մեր Հայաստանը խլել ենք ձեզանից վերադարձել ենք ձեզանից եւ ձեր տերերից որովհետեւ դուք մեզնից խլել եք մեր հայրենիքը մեր պետությունը մտքներով չանցնի արա Մտքներով չանցնի, թե չես ընտրությունը լրիվ ուրիշ բանի կվերածվի արա, գնացեք վեր ընկեք ձեր տները և դուրս չգաք, ձեր հետևից կգան օրենքով սահմանված կարգով։ Եվ ուրեմն, 2026 թվականի հունիսի 7-ին ժողովուրդ ջան, պետք է Տեր կանգնենք խաղաղությանը, իսկ դրա համար անհրաժեշտ է մի հետևյալ բանաձևը կիրառել։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, արդարությանը անկախությանը, խաղաղությանը, արաբկերին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, թարքնահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։